Բարի լույս քույրեր։ Աստծոփառք կուտանք, որ գրեթե դարին ամբողջացնելու վրա ենք եւ Հիսուսի հրաշքները, որ սերդեցինք այս տարի եւ անցյալին նայեցանք Հիսուսի հրաշքները իր ծնունդյան պատմության մեջ եւ այսօր պիտի ամբողջացնենք գարթմա ուրիշ անհատներու յանքի մեջ տեսնելով, որ ինչպես Հիսուսի հրաշափար գործունեությունները կտեսնենք իր ծնունդի պատմության հետ նկատմամբ առընթեր։ Ուրեմն պիտի նայենք հիմա հրեշտակին հայտնությունը Հովսեփի։ Մատթեոս 1 19 եւ 20 գսե եւ Հովսեփ անոր այրը արդար մարդ մալալով ու ճուզելով որ զանիգա խայդարագնե մտածեց որ ձած կապար արցագի զանիգա։ Եվ քանի որ անիգա այս բանը կմտածեր, ահա դերոջ հրեշտակի երազի մեջ երևցավ անոր ու ասավ. Հովսեփ, Դավիթի որդի, մի վախնար քեզի առներ քո Մարիամ գինդ, վասնզի անոր ներսիտին ծնածը Սուրբ Հոգին է։ Չեք խորիր որ հրաշքներ ասիգա որ հրեշտակը Հովսեփի պես բազ ադախսակորձիմը աննշան գյուղի մեջ Նազարեթ, եթե ինքը անդերեն չլար մեկ Նազարեթի անունն ալտերևս բիչի հիշեի Սուրբ մեջը։ Նշանված մեկն է, արդար է գսեգոր Սուրբ Գիրքը, խղճամիտ անցներ, որովհետև ծած կապեր մտածեց արցագել Մարիամը։ Եթե ոչ իրավունքն էր խայդարագել, բախարագել, կարգոծել եւ զրբարտել Մարիամը իր այս արարքին համար։ Դավիթի սերունդեն եւ նշանված է Գարցեմ անցյալ անգամ արհիշեցի, երբ որ ժամանակին Հիսուսի ադեն նշանված կհամարվեին, ամուսնացածի պես կտասվեին, միասին չէին ապրել։ Այսինքն legally իրարու պետք է որ հավատարիմ լայն այլևս չէին գնալ քագել ադիգա, եթե նշանլուկը ետ ընեին դիվորսի համահավասար վիճակ մներ։ Իրարու հետ չեն ապրիր, դղան գերտադունը կպատրաստե, որպեսի կա եւ աղջիկը եւ իր դունը դանի եւ այդպեսով իրենց ամուսնությունը կատարվի։ Հրաշք էր որ հրեշտակի երևցավ Հովսեփի եւ անալ հավատաց։ Անալ հրաշք է, չէ՞։ Հավատաց հրեշտակի նստածին եւ հնազանդեցավ։ Եվ որ հրեշտակը իրեն խոսեցավ այս ամեն բաները 24-րդ համարունին գլխուն գսե եւ Հովսեփ քունեն արթնալով ինչպես Տերոջ հրեշտակը իրեն հրամայեց, այնպես հրավ ու իր գինը քովա արավ։ Քովա արավ, բայց միասին դակավին ամուսնացած չէ, բայց քովա արավ։ Գրնա ալալ, որ Հովսեփի բարեկամները իրեն նստին, որ Հովսեփ տուն սղրպամարիր, գրնա ալալ, չէ։ Իր մեկ ասկազեցավ, որ ինքը անհավատարիմ եղավ եւ գրնա ալալ, որ ժողովուրդի վրա ջնշեց, որ արցագե Մարիամը եւ կարգոծե։ Գտնալ այս բոլոր հոգեվիճակները Հովսեփ ապրեցավ։ Գամ գրնալալ աջնշումներուն դագը ինքը այլայլեցավ, բայց որքան զորավոր հավատք արդարամիտ խղճասեփ մեկն էր, որ հրեշտակին պատկամին հավատաց։ Եվ հնազանդեցավ։ Հիմա անդի ինձի հարց դվավ, ես ինձի հարց տվի, որ արդյոք ես ալ կամ մենք ալ, եւ որ Աստծո պատկամը գարնենք Եվ պատկամը երբեմն այլայլիկ պատկամ է, շվարելիք շվարից վրացի չի գնարելալ։ Ով ասված իրական ուզես որ ես ասպանը անեմ, որքան հնազանդ ենք Հովսեփի պես։ Եվ երեք անգամ Հովսեփ երազ տեսավ, առաջին Մարիամի հղությունը հրեշտակը հայտնեց, երկրորդ մանուկը արուփախիր, երրորդ մանուկը արիավետ դարձիր։ Եվ այս երեք անգամ ինալ Հովսեփ հավատարիմ, հնազանդ, առանց հարց ու փորձի Այսինքն ես գիշերին պիտի ելե այդ երեխան մանուկը պիտի ուր պիտի ծայր գիբլոս հարցում չի գա հետո վերադարձին ուր պիտի վերադառնա եւ պատկամը գարնե բայց իր ալ միտքը կործածելով որ չերտա այդ Երուսաղեմ Նազարեթ փան Փեթլեհեմ այլ գետա թեպի Նազարեթ Հովսեփի կտեսնենք հնազանդությունը հավատքը խոնարհությունը եւ աստվածավախությունը ողորմություն ցույց, քաղցրություն ցույց Մարիամի, քանի որ Աստծո վստահեցավ։ Գիտեք, Հովսեփ մեծ անունը չէ։ Ոչ մեկ իր արդարությունը չէ գրված Սուրբ Գիրքի մեջ։ Հրեշտակին հետ արդյոք ինքը զեկուցում ունեցավ, խոսեցավ, բան չէ գրված։ Heç մեկ բառ չի արդասանված, որ ինքը գրած է Սուրբ Գիրքը։ Մարիամի խոսքերը գրված է, Եղիսաբեթի խոսածը, Զաքարիայի խոսածը,
այսինքն նույնիսկ հովիվներուն ծնունդի ասպատության մեջ որ գարցանք, բայց Հովսեփի ոչ մեկ խոսակցությունը հիշված է։ Այսինքն աննշան, աննկատ, անկարևոր անձնավորություն մնե։ Թերևս քույրս դունալ այսօր Հովսեփի պես անկարևոր գսկաս։ Գսես որ կյանքիս պատճառը ինչ է գաբրիմ, դարիքս արի, ինչ կնեմ որ ես, ինչ օգուտ ունիմ այլևս, չեմ մտածելանա։ Ինչու գաբրիմ որ այլևս։ Հովսեփեն աթասը ար որ աննկատ մի ըսկար, անկարևոր, քանի որ Աստված քեզի պատկամ ունի, եւ այդ պատկամը մի կոքի համար է թերևս։ Եվ թունալիգա եթե իրակորձես Աստծո ծրագիրները ամբողջացած կլաս։ Եվ անշուշտ Հովսեփ իր մտքի մեջ նշանված են, իր պատրաստությունը գնե, պիտի ամոստանան, աղոր ընտանիքը պիտի գազմեն, այս բոլոր ծրագիրները մեկ անգամ են ընդմիջվեցավ։ Պատրաստեցին Աստծո ընդմիջումներուն։ Երբ որ ծրագիրներ կմշակենք մենք, մեկ անգամ են ուղղությունը կփոխվի կյանքիդ։ Ինչ կնես։ Աստված գուզե մեր ուշադրությունը կրավել, ադորամար երբեմն իր ընդմիջումները գնե։ Եվ հրաշք էր, որ Հովսեփ այս ընդմիջումին խոնարհությամբ, հնազանդությամբ եւ երկուղածությամբ հետևեցավ Աստծո։ Ուրեմն աս ծնունդի աս հրաշքեն մեզի աստասը գա այսօր, որ Հովսեփեն սորվինք խոնարհությամբ ընդունին Աստծո ծրագիրները, ինչ շեղում ալ որ գնե Աստված մեր կյանքի մեջ։ Թյուրինը խոսիլը, բայց իրականության մեջ որ կանցիվինք ինչպես Մարիամը սավ կուգամ կդլա, Հովսեփը լանանգսավ, չէ թեև չէ կրված, ուրեմն Հովսեփը կդեսնենք, Հովսեփի կյանքի մեջ Աստծո հրաշքը կդեսնենք, իր ընթարաչումներու մեջ։ Հաջորդը ուզենք նայել հովիվներուն։ Ուգաս երկրորդ փոխում մեջը, որ հովիվներուն պատկամը կրված է, ինչպես անոնք տաշտի մեջ կեցած էին, ուգաս 8-16-ը, որ կոսքի դենք և այնտեղ հովիվներ կային, եւ այլն, որքան հավանական էր, որ թագավորի մծնունդը մեծ մարդոց հայտնվեր, չէ, կարևոր անձնավորություններով, որպեսզի այդ պատկամը իրենք առնեին եւ երթային փարաշուտ կերպով ընդունելություն տային կամ ընդգրկեին այդ մանուկը, որ ծնած էր որպես թագավոր։ Բայց Աստված որոշեց, նախընտրեց այս պատկամը տալ Թասագարքիմը, ժողովուրդիմը, որոնք անկարևոր մարդիկ էին, անկարևոր, անկրակետ, սովորական, աղքատ, բարձ եւ մարդկութենե ասպես փան եղած, վար նայված, որովհետեւ աղդոդ էին միշտ հովիվները։ Գոհուդ էին, չէ՞ որ բոլորը ոչխարի հետ է գործերնին։ Անոնց աղդերը գա, անոնց հոդերը գա, թաշտերու մեջ են, գենտանի հետո ոչխար մորթել գա, արյունի հետ գործ ունին։ Այսինքն որքան ալլա, ինչպես մսավաճարը որքան լոկնա at հոդը գա, ոչխար աս հովիվներն at տեսակ մարդիկ էին, քրեհիկ ասանք փանթասագարք էին։ Հրաշքը այն էր, որ ասպատմության մեջ հովիվները առաջին եղան, որ ծննդյան ավետիսը ընդունեցին։ Եվ Ղուկաս 2:17-ը գսե ու երբ տեսան մանուկ այսինքն իմացուցին այն խոսքին վրայով, որ այս մանուկին համար իրենց զրուցվեցավ, իմացուցին։ Ոչ թե միան լսեցին, իմացուցին եւ հետո շարունակեմ նեգեսե ամենը որ կլսեին գզարմանային այս բաներուն վրա, զորոնք հովիվները իրենց կզուրեցեին։ Փերանին կոչի բայեցին։ Քացին եւ պատկամը տվին։ Գիտեք առաջին հովիվը ով էր Սուրբ մեջ։ Գնաք գրահել։ Առաջին հովիվը ով Սուրբ մեջ հիշված է։ Ապել։ Ծննդով 4 գլուխն է։ Ապել առաջին հովիվներ։ Անկեղծ կերպ որ ծննդոցի մեջ շարունակենք, կտեսնենք Աբրահամ, Իսահակ, Հակոբ, իր զավակները, 12 նահապետները, ասոնք ամեն հովիվներ էին, եւ կգերտանք ելից գլխի մեջը Մովսեսը։ Հետո գերտանք առաջին թագավորած Դավիթը եւ 5 դագարան մեջ շատ հովիվներ կային ասպես եւ անշուշտ երբ որ երկու կանք նոր դագարան Հիսուս ըսավ ես եմ բարի հովիվը։ Բայց Yet kalov hովիվներուն իրենք անգլերենով ասեմ they were ceremonially unclean, այսինքն աղդոդեին ու բիղձեին բան, այսինքն ձիսականորեն աղդոդեին եւ they were isolated and forgotten, մեգուսացած եւ մորցված տասագարք էին եւ անվստահելի էին, քանի որ կողություն ագնային ասողները ժողովրդի կողմեն
սիրված ժողովը բան մտչեին, տասակարգը գոշտ ու գոբիտ էին, բայց ինչպես քիչ առաջի հրաշքը այդ էր, որ այդ պատկամը Հիսուսի ծննդյան առաջին ավետիս ընդունողները իրենք եղան։ Եվ մի քանի բաներու նայենք հովիվներու նկատմամբ, թե ինչ կնանք սորվիլ իրենց մե, անոնք ուշադիր էին, իրենց հոդերը կհսկեին։ Գիտեք, հոդ հսկելը սել է, որ արդու մնալ կա կես գիշերին, կանի որ մութին մեջ է կողողու կա։ Գիտեք, մութին մեջ է կողը պիտի կա, և անշուշտ ասիկա կես գիշերին եղավ, կանի որ մութին մեջն է, որ լույսը փայլատակեց իրենց վրա և վախցան։ Եվ իրենք կաբրեին Երուսաղեմին դուրս, Բեթլեհեմը շատ մոտ էր Երուսաղեմի, փլուրի վրա, եւ հոնդելը գսվի, որ մեծ աշտարակ մգլար, որուն մեջ իրենց, այսինքն քառնուկները կբահեին եւ հոն է որ գլային իրենք, որովհետեւ այդ քառնուկները գերտան Երուսաղեմ տաճարին զոհերուն համար էր։ Ադի է որ իրենք կբահեին եւ կպաշտպանեին, ուրեմն ձույր քնացող անդարբեր ժողովուրդ չէին, այլ ընդհանրակը ուշադիր էին, հսկող էին եւ աշխատասեր էին։ Ուրեմն ադիգա գտնանք սովի իրենց մեն։ Ես անանգ եմ արդյոք հովիվներուն պես արդուն եմ։ Հոգևորապես նայենք մենք։ Այո, որպես հայ գիներ, դանդիգին ենք, աշխատասեր ենք, բայց հոգևոր կետնի վրա արդուն ենք։ Գիտագից ենք մեր 4 բան վիճակներուն, որոնց համար գնանք աղոթքով հսկել, հսկող էին։ Ուրեմն հոգևոր տասը կսորվին։ Երկրորդ մեկ բանը աս բապնության մեջ կտեսնենք, որ վախով լեցվեցան իրենք, ահով ու վախով։ Երբ որ ռեշտագը երևցավ իրենց վրա եւ անգլերեն լսե suddenly հայերեն ահա գսե որ միան ահա suddenly այսինքն հանգարց գիտեք երբ որ մութին մեջ նստել են հավանաբար գրակալ բարած են ցերկերին դակցնեն որ մեկ աչքերին հոդին վրա է մեկ աչքերին գրագին վրա իրար հետ կզեկուցեն կխոսին արդյունքը փորձեն մնալ մեկ անգամ երբ որ լույս մը կփայլի անշուշտ վախաստեցի գասիգա մանավանդ որ 5 դագարանին նոր դագարանի միջև 400 տարվա լրության պատմություն մգա այսինքն աստված 400 տարի չի խոսեցավ վերջին բարգարեն Մաղաքիային մինչև Մատթեոս 400 տարվա միջ գդագարաններու ասանք լրության շրջան մգա ով գանգալ է որ աստված պիտի խոսի բարձվերը նարած լրության մեկ անգամ են երկինքին պատկան պիտի կա վախ պատճառեց ասիգա եւ մանավանդ որ իրենք թերևս խորեցան որ աստված իրենց պիտի թադաբարտե քանի որ իրենք թերևս սուտ խոսած էին աղդոտ լեզու կործած էին կողծած էին սխալ բաներ ըրած էին իրենց արևդուրի մեջը զրբարդություն կար այսինքն սխալ հարաբերություն կար անոր համար գսեսու կիրկը անոնք խիստ շատ վախցան երբ որ գսե ահա դերոջը ռեշտակ անոնց վրա իջավ ու դերոջը փառքը անոնց բոլորի գծակեցավ ու խիստ շատ վախցան այսինքն երկու հատ մակփայեր կան այս վախ փարին արջևը շատ վախտալ խիստ շատ վախնալ այս double ցևով անդահայտությունը ասիգա գիտեք ով ալխիս շատ վախցավ երբ որ Հիսուսի ներկայության իր աղդոդությունը տեսավ Հիսուսի սրբության առջև կնակ հիշել հրաշներու մեջ հիշեցիք մենք ասիգա եւ Հիսուսի մեծությունը տեսավ վախցավ եւ իր բողջությունը տեսավ հրաշներու մեջ երբ որ արաքյալներուն մտածեցեք արաքյալները մեկն էր որը սա մեկտիկն այնց մեդեր Պետրոս մեկտիկն ասավ ինձ մեդեր Կանց ես մեղավոր մարդ եմ, երբ որ ացուգերու մեծ բանար, որսը տեսավ, բոլոր քիշեր չաշխատող Պետրոսը, հաջորդ օրը անկանշալ էր, որ չէին գնալ որ քաշել, եւ երկու նավ պետք է լեցնեին։ Ուրեմն խիստ շատ վախցան։ Բայց պատկամը ընդունեցին։ Թեև վախցան, Զաքարիան վախցավ, Մարիամն ալ վախցավ, մի վախնալը սավ ռեշտագը, Հովսեփն ալ վախցավ, ռեշտագը մի վախնալը սավ պատկամը բայց ընդունեցին ինչու գիտենք որ ընդունեցին քանի որ քացին եւ դեսան խանցարարով պատված մանուկը մսուրի մեջ բարգած եւ արտորնոք քացին պատկամը որ արին թեև վախցան արտորնոք քացին այսինքն հնազանդությունը տեսնենք նորեն ասա հրաշք է հովիվները չի գասկածեցան չի հարցակնեցին այլսին երթանք եւ տեսնենք այս մանուկը
Եվ արդոնեցին, որ Աստծո պատկամը իրենց սրդերուն մեջը թափանցե։ Գիտեք ուրեր, մենք շատ պատկամը դիկնենք։ Սուկիկ կգարտամ, պատկամներ մը դիկնենք, եկեցի պատկամը դիկնենք, բաբստադիներու, բայց որքան գարտոնենք, որ այդ պատկամը թափանցե մեր սրդերուն մեջ։ Ադի մենք մեզ հասպիտալ։ Երբեմն մեր քիծած արտեր ասիկը գիտեմ գսես, նույնիսկ սուկիկ կարտածած ադենեն։ Ասպապտյունը շատ կարտացել եմ գսես, միան մելան եւ թուղթ կլա կարտածածդ։ Բայց երբ որ իրական կարտաս, դիգենաս, ով դեր ինչ մի խոսես ինձ այսօր, հովիվները այդ հոգին ունեցան, պատկամը թափանցեց իրենց սրդերում մեջ, ինչու քայլարին կայնոր։ Հաջորդ մեկ բանը որին քայլարին։ Երբ որ քայլը արին, ոչ թե միան պատկամը լսեցին, Ղուգաս 2:15 գսե, ու եղավ որ երբ հրեշտակները անոնց մե երկինք վերցան, հովիվները իրարու ըսին, ինչ ըսին? Եկեք ըսին նստենք սադեղը սուրճ մշինենք, քիչ մը ավելի խոսենք պատկամի մասին, քիչ մը վերլուծենք։ Անոնք չսին եկեք մինչև Փեթլեհեմ երթանք։ Ուրեմն Փեթլեհեմին դուրս էին եկեք քիչ մը։ Ու տեսնենք, թե ինչ է այս եղածը։ Ու տեսնենք, թե ինչ է այս եղած բանը զորդերը մեզի ծուծուց։ Հիմա իրենք պիտի երթան Փեթլեհեմ, ուր պիտի գտնեն Հիսուսը, որ մեկ մսուրի մեջն է Հիսուս, GPS չկա այն ադեն, location չկա, ինչպես որ մենք հիմա շատ շփացած ենք, ադամեն թուրքիներ ունենք և դագավենք դժվարանանք, բայց քայլարին, աջաբարանքով, արդորնոք, փարավորելով, զրուցելով, բատմելով, բաժնեկցելով Հիսուսի ծնության ավելիսը բոլոր ժողովրդին։ Գիտեք քույրեր, Աստված աշխարհի հիմարները կընտրե։ Ինչպես որ առաջին Կորինթացիս 1:27-ը դեսնենք որ Սուրբ Գիրքը ինչ կսե մեզի հիմարներու նկատմամբ եւ Աստծո ընտրության մասին։ Նեկտարքույր առաջին Կորինթացիս 1:27-ը Okay. Այս Աստված աշխարհիս հիմարները ընտրեց, որպեսզի ամոթով ունի իմաստունները, ու աշխարհիս դգարները ընտրեց, որպեսզի ամոթով ունի զորավորները։ Շնորհակալ եմ։ Աստված աշխարհի հիմարները ընտրեց։ Ամոր ինքսիկը մեկը խորի Աստված գսե որ դու մինչև կուկա այդ վարչնաս, հետո էի որ ինձ մտի գրե։ Աստված խոնար ապելը ընտրեց Կայենին ավելի։ Աստված թոթով Մովսեսը ընտրեց ջարդարախոս Ահարոնին ավելի։ Աստված Հեթանոս Հրութը ընտրեց, որովհետև իր ասկապանության մեջ դեղ ունենա։ Աստված դան ամենեն փոքր աննկատ Դավիթը ընտրեց, որպես թագավոր։ Աստված խոնարհները ընտրեց իրեր։ As հովիվները, որ ժողովուրդեն դուրս, անդեսված, զրբարդված, աղդոտ, վարնայված, նկատված, մեգուսացած մագարտակ կհաշվվեին, Աստված իրենց ընտրեց առաջին պատկամը տալու համար։ Ուրեմն, երբեք ինքսինքդ մի թեր կնահատեր։ Աստված մասնահատուկ նպատակ ունի քու կյանքիդ համար։ Մի իսել ես ով եմ, ես մեկը չեմ։ Այո, մեկը չես դերևս, չլնանք մեկը, վնաս չունի։ Ավելի լավ է մեկը չլնանք, okay։ Բայց գիտնանք, որ Աստված մեզի ընտրել է։ Աստված ընտրած է քեզի քույրս։ Վստահ ես, որ ընտրված ես, փրկված ես, այդ փրկության վստահությունը ունիս, անունդ գրված է գնաց գրքի մեջ։ Հալելույա, փառք տուր Աստծո։ Ես շնորհակալ եմ դեր։ Ըլլամ հովիվի պես խոնար, բաց։ Հրաշքը ադեր հովիվներու բարակային, որ Աստված այդ տասագարկը ընտրեց։ Okay։ Հաջորդ մեկ անձը, որում գուզենք նայել, որ դարձյալ Ղուգաս 2 գլխու մեջ գրված է, եւ շատ չի միան այդ դերը Ղուգաս 2:25-ին 35 գրված է, Ղուգաս 2:25-ին 35, եւ ասիալ անունն է Սիմեոն։ Սիմեոն ձերունին արդար ու աստվածավախ մարդ մներ, որ Իսրայելի մխիթարությանը կսպասեր։ Եվ Սուրբ Հոգին իր վրա եկած է։ Գիտեք, այս մարդը ինչպես քիչ առաջ ասի 400 տարի լրություն կա։ Պատկերացրու, որ Աստված չի խոսիր որ ոչ մեկ հայտնություն, ոչ մեկ ուղղություն, ոչ մեկ քաչալերություն, ոչ մեկ
հանդիմանություն նույնիսկ թող լա հանդիմանություն բայց ով ասված խոսիր փամը էսե լրություն քեջ բան է հա բայց աս մարդը աստվածավախ սուրբ ոգով լեցուն մարդ ով աստված կսե փապակ մոնիմ հաջիս կուզեմ ես մեսիան տեսնել կսպասեմ որ Իսրայել մխիթարությունը կսպասեմ որ կուզեմ իմ աչքերովս տեսնել եւ աստված այդ փապակը կդարե որ աս մարդուն ինչպես Սիմեոն կիցավ որ Հիսուս մանուկն է դաջարի մեջ հիմա Սիմեոն Երուսաղեմ գաբրի աստվածավախ լալու համար հաջող դաջար գերտա երբ որ Հիսուս 40 օրվա եղավ իր ծնողքը Մարիամ եւ Հովսեփը զինքը պիտի դանին դաջար իրենց հրեական սովորության պես իր մաքրության օրերը երբ որ վերջացավ պետք է որ զոհ մտանեին բայց քանի որ շատ աղքատ են ինչ կդանին երկու հատ դադրակ կդանին ադերմիան իրենց կարողությունը ոչխար չեն գրնալ դանել ուլմը հորտմը այծը ոչ չունին այդ կարողությունը միան զույգը դադրակ կրնան դանել եւ հավանաբար միան իրենք չէին այդ զույգը որ կփերեն որ իրենց երեխան ուրիշ մեկը չի զնամ նույն օրը որ 40 օրվա եղած էր որ դաջար բիդիկա Սիմեոն Տուն ինչպես պիտի երթաս դաջար ճիշտ նույն օրը, նույն բահուն, որ Մարիամ Հովսեփը Հիսուս մանուկը բերին։ Եվ ինչպես դու մի գիտնաս, որ Հիսուս մանուկն է Մեսիան, ասի հրաշ չէ գույրեր։ Ասի հրաշ չէ։ Աստուծո նախախնամությունը, առաջնորդությունը, այսինքն ասիգա գտեսնենք սկանչելի կերպով։ Սիմեոնի մարգարեության հոգին էր, որ վստահ է որ Սուրբ Հոգին ագանչին փշփսած որ կնա հոն է այդ մանուկը գիտեք Սիմեոն անունը ինչ կնշանակե ինչ կնշանակե Սիմեոն Սման լսեց Աստված լսած է Սիմեոն Աստված լսած է այսինքն իր փապակը Աստված լսած է քո փապակը դու չեք ուիրս այսօր Աստված լսած է Աստված կլսե գիտեք իրեր գնանք վստահիր բայց Աստված կլսե բայց ադոր իրականացումը եթե գուզես դու տեսնել պիտի հավատաս անշուշտ ոչ թե պիտի ով դերինցի խաղալիք դուր ով դերինցի աստուր անդու ոչ ան որ իր կամքին համեմատ է վստահ եղիր որ Աստված լսած է հավատա եւ ինքը գիտեք ձերունի է դարիքը արած մարդ է արդյոք չեր գասկածեր ով դեր Ասկան խոսեցա, ասկան աղոտեցի, ասկան արդայեցի քեզի, ուրե։ Ես մերնելիք եմ մեկ ոդկս քերեզմանն է, գերտամ գորալ։ Չի գասկածեցա։ Թերևս ամեն օր դաջար կնաց։ Չենք գիտեր։ Երկին կերտանքն է հայտնի վիդիլա։ Ամեն օր թերևս կնաց։ Ակնկալությամբ կսպասես, եւ գիտեք, քույրեր, Աստված բարձ մարդիկ կգործած է։ Ինչպես հովիվները։ Սիմեոն Ձերմն է, օքեյ, ինչ կնես որ կյանքիդ հետ տուն, ինչ կարևորություն ունի քո կյանքդ, գնալանակ մտածել ինքը, բայց Աստված կործածեց իրեն, եւ Աստված անգարելին գարելի կդարձնի հավատաս, անգարելին գարելի կդարձնի, եթե դու Սիմեոնի դեղը լայր, եւ աղոթեր ով Աստված ես կուզեմ Մեսիան տեսնել, հավատայր որ մի at անգարելին գարելի է լա, 400 տարի է չխոսած Աստված, ինչպես մի դլա, հավատաց, եւ Աստված Մարդացավ, որպեսի մեզի փոխե։ Ասի կտեսնենք Սիմեոնի կյանքի մեջ։ Բայց ես եւ դու գրնանք Սիմեոնի պես սպասել Աստծո խոստումներում, սպասել մգաղիրեր։ Սպասել մգա։ Գիտեք Սաղմոսի մեջ կսե սպասելով սպասեցի դերոջը, միջև որ Գորոսյան փոխեց դղմալից գավեն հանեց, ոտքերը ստրավ ամուր վեմի վրա եփյան ստրավ նոր երկմը։ Սպասե, ինչի կսպասես այսօր։ Ես շատ բաներով կսպասեմ որ։ Եկեք միասին սպասենք իրաքաշարարեք քույրեր։ Ամենս ալ ունենք սիրելիներ, որոնք անտարծ են։ Սպասենք հավատքով։ Բիդի թարնա, բիդի ըլլա, որովհետև իր գամքն է քույրեր։ Սիմեոն ձերունին աս հրաշք որ եղավ մեզի ալ գրնաբադային եւ մենք չի հուսադենք։ Դաջարի մեջ Քահանաները եւ տբիրները չճանցան որ Հիսուս մանուկը հոնեն։ Իրենք պետք չէ լայն առաջին ցանցողը, անշուշտ քահանագար, տբիր գար, դաժարի մեջ ովքեր կային, քահանայեբեդ, ամեն տասակակներ ունեին։ Մեկը չի գիտա որ Հիսուսն է ասիգա, Մեսիան է։ Ինչու քանի չէին սպասեր որ իրենք։ Սիմեոնը որ գսպասեր, գհավադար
at հրաշքին ականատես եղավ։ Նկատեք, որ Զաքարիա, Եղսապետ, Սիմեոն եւ Աննա Մարգարեյին ալգա եթե շարունակենք աս հատվածը, ասոք 4 տան հարաճած դարիքի մեջ էին։ Քույրեր մեզ ոմանք այլևս կհարաճանա որ մեր դարիքները։ Ուրեմն մի իսեր որ ես ինչ կլամ գոր, մեկը չէ, հեչ մի թներենք սինքդ որ ես վերջացա այլևս, չի գա վերջացա, միջև այնադե որ ռնկունքներով մեջ շունչ կա, աղոտքի բادرազմի թաշտի մեջ նստում քույրս։ Պարկաստոս է, այո, աղոտի կալիք սերունդներուն համար, անթարդ սոքիներու համար, աղոտքի նյութերը չի վերջանար որ օր-նոր նյութերը նոր քույրս։ Ուրեմն որքան դարիքդ առնես, այս 4 սենսորվիր որ ես տագավին օգուտ ունիմ աշխարհի վրա։ Զաքարիան օգուտ ունեցավ, Եղսապետը, Աննան, Մարգարեյին եւ Սիմեոն ծերունին, ուրեմն հավատքով լեցվիր աղոթասիրությունը չշարունակե օրհնություններով լեցուր կյանքդ եւ պատկամ դվավ Սիմեոնը։ Հիմա ես պատկամին չի պիտի երթա Մարիամի պատկամ դվավ, քու սրդեդա թուր բիդանցնի իսավ։ Ադի ուրիշ պատկամ ենք։ Բայց այո, ուրեմն Սիմեոնեն գտեսնենք Աստծո ժամանակները սպասեց։ Ամեն։ Այդ ժամանակին որ դաջար եկավ Հիսուս մանուկը ջանցավ եւ օրհնեց։ Աս հրաշքը գտեսնենք։ Եվ վերջին Տասակարգին որ կուզենք նայել նորեն շատ ծանոթ մեզի մոքերում լինանք եւ այդպես պիտի վերջացնենք մոքերում բաղությունը կտեսնենք Մատթեոս 2-րդ գլխի մեջ Մատթեոս 2 երկրորդ համարը առաջին համարեն եթե բացեր եք ձեր սուբգիրքը այո անի եթե բացեր ես առաջին համարը կգարտաս 2-1 այո Երբ Հիսուս ծնավ Ստանեն Բեթլեհեմին մեջ Հերովդես թագավորին օրերը ահա արևել կեն մոքեր եկան Երուսաղեմ Շնորհակալ եմ արդյոք երկրորդ համարը գարտա قائلين أين هو المولود ملك اليهود فإننا رأينا نجمه في المشرق وأتينا لنسجد له Նույն հայերով գարտա արմիկ քույրաջից երկրորդ համարը Ոսին ուր դեղիան որ հրյաներուն թակավոր ծնավ Վասնզի մենք արևելքի մեջ անոր աստղ դեսանք ու եկանք անոր երկրպագություն ընելու Շնորհակալ եմ ովքեր էին ասմոքերը ասոնք երկինքները զննող արևելքեն ճամփորդող իմաստուն մարդիկ էին որոնք ուզեցին ճաշտել թակավորը որ իրենց երկրին թակավորը չէր իրենք հետանոս գսվի որ շատ հավանաբար բարսիկ էին աստղերը աստղակուշակալ էին այսինքն հետանոս էին աստղակուշակ որոնք գրնանք երթալ մինչև Թանյելի օրերը 600 տարի Ետ որ երթանք Թանյելի օրերը ասում Թանյելի մարգարեությունները լավ սերտած էին եւ ոչ թե միան իրենք այլ Թանյելը յետքը եկավ Բարսից թագավորությունը յետքը եկավ Հունաց թագավորությունը եւ Հիսուսի ծննդյան ադեն արդեն հռոմեական գաշրջան շրջաններ ուրեմն Բարսիկները հույները եւ հռոմեացիները Աստանյելի մարգարեություններուն դեղյակ էին մանավանդ ուսյալ տասագարկը իմաստունները եւ այլն որոնք ժամանակները գսերտեին եւ ինչպես գիտենք որ ասիգա իրեք գիտեին քանի որ եթե Թանյել 5:11-ը մեզի գարտաս Քո թակավորության մեջ մարդ մգա որ անոր ներսիցին սուրբ աստվածներու ոգին գա եւ քո փորոդ օրերը անոր վրա լույս անջար ու աստվածներուն իմաստության բես իմաստություն գտնվեցավ եւ քո հայրը Նաբուկոդոնոսոր թակավորը Զանեգա մոքերուն, հմայողներուն, կարտյաներուն ու փախնայողներուն վրա իշխան դրավ։ Մոքերուն վրա իշխան դրավ։ Ուրեմն մոք բեդեր Թանյելը։ Okay, Թանյելը հրյա, բարսիկ չենք, ոչ ասորի եր Նաբուկոդոնոսորի ժամանակ에 ասի Բաղդասասար թակավոր լեսողը մոք բեդեր Թանյելը։ Ուրեմն աս մոքերու շարունակությունն է 600 տարի անցեր է Ուրեմն Թանյելի այդ մարգարեությունները եթե Թանյելի 7-12 գարտակ Թանյելի մարգարեության իր կրությունները թարեթար անցած է եւ անոնք գիտեն որ Մեսիամը պիտի ծնի թակավորը պիտի գա բայց իրենց թակավորը չէ հիմա գտեսնեք որ Աստված երկու տասակարգի մարդիկ ընտրեց որովհետեւ իր ծնունդը հայտնի հովիվները սկիզբը դեսան անկրակետ գոշտու գոբիտ բանը մարդկութենե դուրս
համայնք բաները դուրս, այսինքն ժողովրդի կողմէ վառնայված, բայց աստեղ ունենք թակավոր են այսօր մոք են իմաստուն եւ ոչ թե միան իմաստուն նյութաբեսալ զորավոր մարդիկ էին ինչու քանի որ Բարսկաստանին մինչև Երուսաղեմ գալը 900 մողոն ճամփա է ասի օրեր դեվեց շաբաթներ ամիսներ դեվեց եւ միան 3 հատ չէին մենք 3 կսենք քանի 3 նվեր բերած են նա 3-ն ավելի լալ եւ ասոնց այդ խումբ պիտիկա բահատներ պիտիկա ճամփան իրենց ծարայողներ պիտիկա ուղդերով պիտ ճամփորդեր անապատներու մեջ են եւ պիտիկան եւ ուրեմն նյութականի գնայի ասիգա նվեր ալպերին չէ 3 նվերները բերին այդ նվերները հարկի նվերներ էին սողնոց ոսկի այսօր ոսկի կիլոն ինչ կլավոր գնտրու եւ զմրուխտ ուրեմն գիտեք Թանիել երբ որ 600 տարի առաջ ինքը որպես մոկբետ իր Աստծո մասին ունեցած այդ հավատքը փոխանցեց Թանիել լուր ուներ որ 600 տարի հետ կմոքեր պիտի լան որ իր քրություններն Աստված Երուսաղեմ պիտի կան քույրս Տուն այսօր գնալ աստեցությունը գծկես մեկում վրա որ քալիք սերունդներուն ինչպես պիտի աստե չես գիտեր գրնաս Աստծո վստահիլ որ Աստված քու բարձ աստեցությունը արնե բազմապատկե եւ սերունդներ եթե դեր իր կալուշացնե ադիգա պիտի աստե հիմա դուք բոլորը չեք գնալիշել մամատ մեծ մամատ քանի սերունդ իդ կնասերտալ ինչեր սորված ես որ քեզի անցեր է ովքեր աստերը քու կյանքիդ վրա մի մորնալ որ հիմա տուն իրենց կոշիկները հակած ես եւ տուն ես որ հաջորդ սերունդներուն վրա աստեցություն գծկես որ ուրեմն մի թեր կնահատեր մի սեր ես վերջացա մի սեր ադիգա անշուշտ թարգել կարևոր մարգարեներ բայց եւ ամես գիտագից ալչեր դերյալ ալչեր որ ինչպես ուր հասավ իր մոկական այդ մոկպեդությունը իր թիրքը ուր աստեցություն ունեցավ հետակայի սերունդներու մեջը որովհետեւ Եփեսացիս 2:10 եթե Սիլվակույր գարտաս մեզի Բասոնզի մենք անոր ցերակորձնենք Քրիստոս Հիսուսով ստեղծված հայրիկ գործերու համար որոնց Աստված առաջոնե պատրաստեց մեզ որովհետեւ անոնց մեջ կալենք Աստված առաջվնե պատրաստեց մեզ տուն իր ցերակորձներս քույրս Թանիել իր ցերակորձներ Աստծո առաջվնե պատրաստեց որ քալիք սերունդներուն վրա աստե տուն եւ ես Աստծո ցերակորձն ենք Աստված կպատրաստե որ մեզի ամեն օր մեր վրա աշխատի որովհետեւ քալիք սերունդներուն վրա մենք աստեցություն ունենանք ուրեմն աս համարը միտք կբեր տուն իր ցերկի կորձես մալաշի կորձես ասերնակորձես քրոշեես չեմ գիտեր ինչ ես Աստված գաշխալի որ վրա գանևա ես գիտեք գանևաները դուրսեն ինչ կեղեցիկ են բայց դա գնայիսն է ամեն անկույցները մենք դագեն գտեսնենք որ Աստծո կորձը դագեն աման գսենք որ Աստված իմ կյանքս նայ ամեն հանկույց է բայց Աստված վերեն կեղեցիկ նկարակորձ կնայ որ ինքը վերեն գտեսնի անորոմար քույրս Աստծո կորձերը ընդունեք կյանքիդ մեջը եւ Աստված բարի կորձ մգնեգոր առաջվնե պատրաստած է աննպատակ չէ կյանքը ամեն մեկ որ շունչ ունիս աննպատակ չէ եւ երկնային հայտնությունը ստացան այս մոքերը հրաշք էր ադիգա հետանոց երկնային հայտնություն ունեցան քանի որ Աստված հայտնեց որ իր ծնունդը իր որդին պիտի ծնի ինչպես գիտան աստղեն չէ որ իրենք աստղերը տիլող են Աստված խոսեցավ իրենց հասկացած լեզուով օքեյ հովիվներուն խոսեցավ թաշտի մեջ իրենց կորձողը թաշտի մեջ երևցավ Աս մոկերու խոսեցավ երկինքը դիտածատենին ինչ է կարելիությունը որ աստղ երևնա եւ այդ աստղը առաջնորդը իրենց եւ Մատթեոս 2:9 եթե Էմա ունիսն է գարտա Մատթեոս 2:9 Երբ անոնք թագավորեն այս բանը լսեցին, քացին եւ ահա այն աստղը որ արևելքի մեջ տեսեր էին, անոնց արչեվեն քնած, գեցավ մանուկին եղած տեղին վրա։ Ինչ անոնց արչեվեն քնած? Աստղը քնած։ Երևակայեցեք որ իրենք Երուսաղեմ կացին սկիզբը չէ, թագավորը այլայլեցավ իրար անցավ, հիմա Հերովտեսին վիճին այնք։
Բայց երբ որ քննեցին մարգարեները ասին Բեթլեհեմ, օքեյ։ Բայց Բեթլեհեմ ուր է Հիսուս։ Քանի հատ դունգա Բեթլեհեմի, օքեյ Բեթլեհեմ բզի քյոակահակ բնե, բայց քոնե 1000 բնակչություն ունի հավանաբար։ Ո՞ր մի տունի մեջն է Հիսուս։ Հրաշ չէ որ Աստղաբիլի առաջնորդել։ Հրաշ չէ։ Քույրս ինչ առաջնորդության պետք ունի ստուն այսօր։ Նյութականիդ համար է, առողջականիդ համար է, հարաբերություններու համար է ընտանիքի մեջ։ Ամեն մեկս վիճակներ ունենք, որ ասանք անորոշ է մեզի համար։ Մութ է։ Եվ պիտի արջևնից 20-26-ը պիտի թիմավորենք, պիտի թևագողենք, որ մութ է։ Միշտ ամեն տարի գսենք ասիկա, նոր դարվա սեմին, անորոշ աբակա, չենք գիտեր ինչ պիտի եւ այդպես է, բայց Աստղը պիտի առաջնորդի։ Վստահիր այդ Աստղը Աստծո խոսքն է, որ երբ որ ամեն օր կգարտաս, քեզ կառաջնորդի։ Վստահիր իրեն։ Եվ գիտեք, զգուշացում ունեցան մոքերը։ Երազի մեջ հրաման արին, 12-րդ համարը Ժակնին կգարտաս 2:12։ Ու երազի մեջ հրաման առնելով, որ նորեն Հերովթեսին չթարնան, ուրիշ ճամփով քացին իրենց երկիրը։ Շնորհակալ եմ։ Իրենց երկիրը ուր որ այդ պիտի երթան։ Երազի մեջ հրաման արին։ Ինչպես վստահեցան աս հրամանին, հրաշ չէ անալ։ Այսինքն, եթե ես լայի անան պատկամը երազի մեջ անալ, երկու մտքի վրա բիլայի ընեմ, չնեմ, երտամ, չերտամ, չլար ամոթի թակավորին խոս տվինք, պետք է երտանք։ Բայց հնազանդեցան, հրաշք էր ասալ, ամեն մեկ քայլափոխին Հիսուսի ծնունդի մեջ հրաշքները կտեսնենք եւ իրենց հնազանդությունը կտեսնենք։ Քանի որ իրենք մտիկ ըրին հայտնված հրամանին, այցեք 2:11 հաջիս մանժան վարկա։ Եվ դունը մտնելով տեսան մանուկը իր մորը Մարիամի հետ ու ինգան երկրպագություն ըրին անոր եւ իրենց քանցերը փանալով ընձաներ դվին անոր ոսկի ու գնդրուկ եւ զմուր։ Շնորհակալ եմ։ Ընձաներ դվին եւ որ մանուկին եկան ասալ մարգարեություններ։ Գիտեք Սամոս 68-ը 29 Նայեցեք ինչ կսե, Սալմոս 68-29, այո, սետակույր, քեզի տվի։ Okay. 68-29 Այո։ Երուսաղեմ Երով դաջալի համար թագավորները քեզի ընձաներ պիտի բերեն։ Թագավորները քեզի ընձաներ պիտի բերեն, ասիկա գրվել է Սալմոսներու մեջ։ Քանի 100 տարի առաջ։ Երբ որ մոքերը ընձաները բերին, թագավորը իրեք չէ, թագավոր կհաշվվեին։ Թագավորները քեզի ընձաներ պիտի բերեն, մարգարեությունը գադարված կտեսնենք Մատթեոս 2-րդ գլխում մեջը։ Արադեցերնությամբ եկան Հիսուսը ճաշտեցին։ Երբ որ Հիսուսի հանդիպեցան, փոխված եղան, ուրիշ ճամփայություն կացին։ Երբ որ մեկը Հիսուսի իրական կհանդիպի, ուրիշ ճամփա գաբրնե կյանքի մեջ, չի գնալ նույն ապրիլ։ Դու չես կրնալ առաջվա լեզուտ կործածել, առաջվա ցիրկորոշումները ունենալ, առաջվա Փարգություն, նախանց, ճղակրկրություն, քանքատ, սուտ խոսիլ, անհամես խոսքեր, նայեցեք սուրբ չենք քույրեր։ Աստված բոլորիս վրա աշխատի որ, բայց կամած փոփոխություն պետք է։ Երբ որ մեկը գսե ես ապաշխարած եմ, եւ փամը չի գա փոխված կյանքի մեջ, այդ երկու անգամ պետք է մտածել, որ ասի մի ամփերանում է, չեն ասելով եղած։ Մոքերը ուրիշ ճամփով կացին, իրենց կյանքը փոխվեցավ։ Կոպորցարություն դալ այդպես է։ Ուրիշ ճամփով երթաս հիմա կյանքիդ մեջը։ Երբ Աստված ասկ կղրգե մոքերը առաջնորդելու, մեզի ցույց կտա որ Աստված որքան կսիրե։ Եթե Աստված այդ հետանոց թագավորներուն առաջնորդեց, տուն որ իր արունով կնված ես պիտի առաջնորդե քեզի։ Կվստահես իրեն։ Որն ամարտուն գաղոթես որ այսօր որ դերոջ հանդիպի։ Կվստահես որ Աստված պիտի լսե, պիտի առաջնորդե։ Աղոթե որ Աստված աստղը իրենց երարցնե։ Եթե հետանոց թագավորներուն ցույց Աստված աստղը իր որդին հանդիպեցնելու տուն շարունակե աղոթել, որովհետեւ ով որ է այդ անձը կու լիստայդ վրա ամենը վերենը սկսելով մինչև ամենը բարը որ այս ծնունդին դերոջ հանդիպին անոնք։ Ամեն։ Այս ծննդյան արդիվ ուրեմն քույրեր, ինչ հրաշքներու մեջ մենք պետք է մեր անձերը տնենք Հովսեփին դեսանք իր հնազանդությունը, խոնարհությունը, վստահությունը Աստծո, հրեշտակին ցայնը մտիկ ընելը իր ազնվա
ֆայլ վերապերմունքը Մարիամի հանդեպ։ Յետք տեսանք հովիվներեն աննկատ աննշան մարդիկ ինչպես քայլարին եւ պատկամը տվին։ Յետք տեսանք Սիմեոն Ձերունին սպասեց Իսրայել մխիթարությունը տեսնելու եւ տեսավ եւ հեթանոս մոքերը թանդելեն աստղելով շատ հավանաբար եկան երկրպագություններին արադեցետնուչամ խոնարեցան Հիսուսի ներկայության արժե։ Դերը օրհնե եւ թողած ծնունդի շրջանին ամեն մեկս Հիսուսի հրաշքները վայելենք եւ մենք մեր բաղությունը կրենք, որ Աստված ինչպես հրաշագործ կերպով մեր մեջը աշխատեցավ։ Ամեն։